Երեք Ադրբեջանի նախագահը արել է մի քանի հայտարարություն, կարդում եմ։ Պատմական նվաճում էր, որ երկու երկրներն անցյալ տարվա օգոստոսին նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր, այսպիսով վերջ դնելով ավելի քան 30 տարվա պատերազմին եւ արյունահեղությանը։ Հետո շարունակել է. Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երբեք խաղաղության մեջ չեն ապրել որպես անկախ երկրներ։ Երբ մենք անկախացանք 91 թվականին, արդեն ռազմական հակամարտության մեջ էինք, բայց այսօր խաղաղության օգուտներն արտացոլվում են համագործակցության հենց սկզբում։ Հետո նաեւ ասել է, որ մենք կարող ենք շարունակել հակամարտությունը, բայց սա կհանգեցներ անվերջ պատերազմների, դա կնշանակեր ավելի շատ տառապանքներ, ավելի շատ զոհեր, պատերազմը երբեք չէր ավարտվի, ինչ որ մեկը պետք է կանգնեցներ այս գործընթացը, եւ մենք որոշեցինք դադարեցնել այն։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր փակել պատերազմի էջը եւ օգտագործել խաղաղության հնարավորությունները։ Այսինքն Ադրբեջանի նախագահ վերահաստատել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է, հաստատված է խաղաղություն եւ մենք այդ խաղաղությունից արդեն օգուտներ ենք խաղում եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Ողջունելի հայտարարություն է, դա նույնն է, ինչ մենք ենք ասել այսքան ժամանակ։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Դուք այն հայտարարությունները, որոնք ես կարդացի, ամենայն հավանականությամբ մեր մամուլում չեք տեսել։ Մեր ընդդիմադիր մամուլի մեծ մասում հաստատ չեք տեսել։ Իսկ գիտեք ինչու չեք տեսել։ Չեք տեսել, որովհետեւ մեր ընդդիմադիր մամուլին ձեռնտու չի, որպեսզի նման հայտարարությունները տարածվեն Հայաստանում։ Ոչ էլ ձեռնտու է ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Ինչու՞, որովհետև նկատած կլինեք առաջ, երբ որ ադրբեջանցի պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների, լրագրողների, բլոգերների, չգիտեմ, կամայական ադրբեջանցի օգտատերերի կողմից արվում էին հայտարարություններ, ապակառուցողական, ագրեսիվ հայտարարություններ Հայաստանի հասցեին, վարկենական այս հայտարարությունները ողողում էին մեր ընդդիմադիր մամուլը, բոլորը մեջբերում էին այդ խոսքերը, քաղաքական գործիչները սկսում էին վերլուծել այդ խոսքերը, դրա վերաբերյալ, այսինքն դրա հիմքով դավադրապաշտական տեսություններ էին կազմում, թիրախավորում էին իշխանությանը սրա հիմքով, որ ահա սա է ձեր բերած խաղաղությունը կամ չգիտեմ, գնում ենք մենք թուրքացման, այսինչ է եւ այլն, պատերազմ է լինելու եւ այլն։ Բայց հիմա որևէ ծպտուն չկա, որևէ ծպտուն չեն դնում այս խոսքերը մամուլում։ Ինչու՞, որովհետեւ իրենց ձեռնտու չի, որովհետեւ հակամարտությունը, հակամարտության տրամաբանությունը, պատերազմի վտանգը, ցավը, տառապանքը իրենց գլխավոր քաղաքական կապիտալն է։ Պատերազմի վտանգը եղել է իրենց քաղաքական կապիտալը, երբ որ իրանք իշխանություն էին, երբ որ դրանով վախեցնում էին եւ կոռուպցիայով էին զբաղվում։ Եվ դա իրենց հիմնական կապիտալն է եղել իրենց ընդդիմադիր եղած ժամանակ, որովհետեւ նկատած կլինեք, ցանկացած ռազմական բախման, պատերազմի, լարվածության ժամանակ իրենք ակտիվացել են։ Երբ որ Ադրբեջանից հնչել են ապակառուցողական հայտարարություններ, իրենք ակտիվացել են։ Երբ որ չեն հնչել, իրենք պասիվացել են, որովհետեւ իրանք գոյության իմաստը հակամարտությունն է եւ իրենց ձեռք չի տալիս, երբ որ ֆիքսում են եւ Հայաստանի ղեկավարները եւ Ադրբեջանի, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է։ Եվ այս տարի մենք ունենք անելու շատ կարևոր ընտրություն։ Մենք տեր ենք կանգնում խաղաղությանը, ընտրում ենք խաղաղությունը եւ այսպիսով անշրջելի ենք դարձնում խաղաղությունը, թե լսում ենք ընդդիմությանը եւ գնում ենք արդեն փորձված եւ ոչ մի տեղ չտանող ճանապարհով։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը 2026 թվականին անպայման հաղթելու է։ Լավ եղեք։ Միջանցքը տվեցին, հեսա միջանցքը կտան, գնացել են ստորագրել եկել են արդեն գոռացողները, անճարությունից հիմա էլ նոր բան են մտածել, ասում են, որ Թրիփը Թրամփի ուղին ըստ էության չի նշանակում Հայաստանի ապաշրջապակում։ Իհարկե այս խոսույթի տրամաբանությունը դժվար եւ գրեթե անհնար է հասկանալ, բայց եկեք տեսնենք հողի վրա ինչա տեղի ունենում։ Դեռ չկա Թրամփի ուղին, Հայաստանը ուրեմն Ադրբեջանից ստանում է նավթամթերք, հացահատիկ, դեռևս Վրաստանի տարածքով երկաթգծով, բայց շուտով կոմունիկացիաները կլինեն եւ այդ հարցը կլուծվի։ Հիմա օրինակ հողի վրա իրավիճակ, հեղուկ գազի խնդիր կար եւ ահա էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ ուրեմն հարցը խնդիրը կփորձի լուծել եւ կլուծվի Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարմամբ, այսինքն այն իրավիճակ, երբ որ եղանակային պայմաններով լարսն էր փակ, հիմա Իրանում ստեղծված իրավիճակով այնտեղից մատակարարումների ուրեմն խնդիր կա, փաստորեն Հայաստանը դուրս է եկել ապաշրջապակումից գործնականում եւ այս խոսույթը այն մարդկանց խոսույթն է, որոնք այլևս որևէ բան չունեն ասելու եւ ուրեմն նոր բաներ են հորինելու, նոր բաներ են մտածելու, նոր ստեր են մտածելու, վերցնելու են իրականությունը խեղաթյուրեն, կիսապրատ ներկայացնեն, որպեսզի ստվեր նետեն այն առաջընթացի վրա, այն զարգացումների վրա, ստվեր նետեն խաղաղության գործընթացի վրա, որը այսօր գոյություն ունի։ Լավ եղեք, բոլորիդ լավ օր։ Մեր ձևով շարժումը անունը փոխել է ուժեղ Հայաստան, ու շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը ասում է գալու ենք ուժեղ Հայաստան կառուցենք։ Կամ իչը 18 թվականը ի՞նչ էի կառուցում։ Իշխանություն էիք, ի՞նչ եք արել երկրի համար։ Կամ եթե արել եք ու ուժեղացնում եք, վախի հեղափոխություն տեղի ունեցավ։ Ասեմ ձեզ, ժողովուրդը չի մոռացել, լավ էլ հիշում է այն ժամանակ ինչպես էիք երկիր ղեկավարում, ու այդ ուժեղ Հայաստան կառուցելու թեզը, որ փորձում եք առաջ տանել, գիտակից է մեր հարությունը, հասկանում է, թե այն ժամանակ ոնց էր արվում ամեն ինչ, հիմա ոնց արվում, ու այդ ուժեղը իրական որն է։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան, լավ օր եմ մաղթում բոլորիդ։ Շատերը սխալ պատկերացումներ ունեն ուժեղ պետություն ունենալու վերաբերյալ, բայց ասեմ, ուժեղ պետությունը նա է, որտեղ որ պետական ինստիտուտներն են ուժեղ, այլ ոչ թե անձինք, որտեղ որ ժողովրդավարությունն է տիրում,
ու ինքնիշխանապետությունը։ Ընտրություններն էլ չեն կեղծվում, մենաշնորհ չկա, կամ չի ղեկավարվում դրսից ինչ որ այլ ուժերի կողմից։ Եվ ուժեղ պետությունը նաև, որը որ կառուցում ենք այսօր, մենք մեր կառավարությունը մեր ժողովրդի հետ միասին։ Ահավոր եմ մաղթում բոլորից, ժողովուրդ ջան։ Քանի օր է փորձում եմ հասկանալ, որ անդադ ասում են ուժեղ Սամվել Կարապետյան, այդ ուժը որտեղ է էլի թաքնված ու այսօր վերջապես հասկացա։ Գիտեք ինչից հասկացա։ Ոկի տեղեկացա, որ գիտեք, Սամվել Կարապետյանը ունի նաև եղբայր Կարեն Կարապետյանը, նրանցից ամեն մեկը ունի երկուական որդի։ Կարեն Կարապետյանի որդիներն են Նարեկը Կարապետյան, բոլորիդ հայտնի, եւ Վահեն Կարապետյան, որին չենք ճանաչում, նկարներ պետք չի այստեղ տեղադրել, քաղաքականությամբ չի զբաղվում։ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի այս երկու որդիները բանակից ազատվել են ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ուժեղ են։ Սամվել Կարապետյանը, բոլորիս հայտնի ուժեղ Սամվել Կարապետյանը եւս ունի երկու որդի։ Մեկը բոլորիդ հայտնի Սարգիս Կարապետյանն է, այն հայտնի պում անող տղան, մյուսը Կարեն Կարապետյանն է, որին էլի ոչ մեկը չեք ճանաչում, եւ հետեւաբար պետք չի նույնիսկ նկարն էստեղ դնել։ Ու եթե Կարեն Կարապետյանի որդիները Նարեկն ու Վահեն բանակից ուղղակի ազատվել են ինչ որ խնդրի պատճառով, ապա Սամվել Կարապետյանի որդիները Սարգիսն ու Կարենը առհասարակ ֆանտաստիկ են։ Ուրեմն այս մեր Սարգիսը երկուսն է Հայաստանի քաղաքացիություն ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, բայց Սարգիսը օրինակ զինվորական հաշվառման են վայնկոմատում 8 շոտի կանգնել այն ժամանակ, երբ որ արդեն իր կամ ծառայության տարիքն անցել կամ զավակների հետ ցենզն է լրացել, որ երկու զավակ պիտի ունենա, ու էլ չծառայի։ Միջև այդ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 8 շոտի չի կանգնել։ Կանգնել այն ժամանակ, երբ որ էլ չպետք է ծառայեր, իսկ մյուսը Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մյուս որդին առհասարակ հաշվառման չի կանգնել ու որոնողական աշխատանքներ են ընթացել բարբերաբար նրա նկատմամբ։ Այսինքն տենց ուժեղ Սամվել Կարապետյանի որդուն չեն կարողանում բռնել, որ տանեն բանակ, որովհետև մարդը հաշվառման չի գնում։ Եթե սա է ուժի ցուցիչը, որ որդին հաշվառումից փախնի ինչ որ մի ուժեղ մարդու, չգիտեմ դա ինչ ուժի ցուցիչ է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայություն անցավ, ծառայությունն ավարտելուց հետո որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Իսկ մարդկա որդուն ման են գալի ու չեն գտնում, որ հաշվառման կանգնացնեն։ Ինչպիսի ուժի ցուցադրություն ու ինչպիսի ուժի տիրապետում։ Դուք ուժեղ չեք սիրելի քաղաքացիներ, որ ծառայել եք բանակում։ Ուժեղը Սամվել Կարապետյանն է ու իր որդիները, որոնք հաշվառման չեն կանգնել ուղղակի վայնկոմատում, որտեղ եթե այս մարդկանց նկատմամբ ուժի ցուցիչը էդ է։ Այնքան ուժեղ ելնեիք, ձեր որդիներին հաշվառումից ազատ էիք, մենք ենք էլի, որ չգիտեմ, այդպես գնացել ու չոտ ենք կանգնել, գնացել ենք ծառայել ենք, բան։ Այս մարդիկ ուժեղ են, իսկական ուժը տեղ է, այդ նկատի ունեն ուժեղ Հայաստան ու ուժեղ Սամվել Կարապետյան ասելով։ Ողջույն հարգելի հայրենակից, երեք Իլհամ Ալիևը Դավոսում հայկական ապրանքների Ադրբեջանի տարածքով անցնելու մասին խոսելիս մի նախադասության մեջ 3 անգամ միջանց բառը օգտագործեց կորիդոր բառը։ Մի պահ պատկերացրեք, եթե Հայաստանի իշխանությունը նման եզրույթ օգտագործեր, ինչ նզովելի անեսների կարժանանան խեղճ ընդդիմության կողմից, թե բա միջանցք։ Գիտեք, պրիմիտիվ բառերի շուրջ ինչ խորաթափանց ենք մենք, որը շատ հաճախ միջազգային բանակցություններում մեզ խանգարում է։